Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այսօր մենք խոսելու ենք շատ կարևոր եւ ցավոտ, ինչ որ չափով նաեւ մեր հանրության մեջ ոչ միանշանակ ընկալվող թեմայի մասին։ Խոսքը վերաբերում է գերիների թեմային, որովհետեւ լավ առիթ ունենք այդ թեմայով խոսելու, մեր հայրենակիցների 4-ը տուն վերադարձան տարիների բացակայությունից հետո, բայց միևնույն ժամանակ կան նաեւ բազմաթիվ բաց թողնված հարցեր, բազմաթիվ բազմակետեր, որոնց պատասխանները միասին կփնտրենք Աննա Մելիքյանի հետ, ով հանդիսանում է իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ եւ այս ոլորտում բավականին մեծ փորձ ունի։ Շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար Տիկին Մելիքյան։ Անկեղծ ասեմ, սա ինձ համար բավականին ցավոտ թեմա է եւ ինչ որ առումով նաեւ ոչ միանշանակ թեմա է։ Սկսենք մեր հանրության մեջ ընկալումներից առհասարակ գերության եւ գերիների հանդեպ, որովհետեւ գիտենք կա երկու տրամագծորեն հակառակ ընկալում։ Մեկը այն է, որ փորձ է արվում այսպես շակերտավոր ասած հերոսացնել, այսինքն այդ հանգամանքը եւ նույնիսկ հավասարեցնել դրանք պատերազմում որոշակի սխրանքներ գործած մարդկանց, մյուս կողմից ամբողջովին նսեմացնել եւ նույնիսկ մեղադրանքի սլաքները ուղղել այդ կարգավիճակում հայտնված մարդկանց նկատմամբ եւ այս երկու հակադիր տրամագծորեն հակադիր հասկացությունների մեջ գտնվում են բազմաթիվ խեղված մարդկային ճակատագրեր։ Կուզեի այս տեսակետից անդրադառնանք թեմային եւ այնուհետեւ շարունակենք։ Շնորհակալություն հրավերի համար, իրապես շատ զգայուն թեմա է եւ շատ կարեւոր է, որպեսզի մեր հասարակությունը համապատասխանաբար մի կողմից զգայունություն ցուցաբերի եւ ես պնդում եմ, որ պետք է ապրումակցենք հատկապես գերության մեջ երկար ժամանակ անցկացրած անձանց եւ նրանց հուզմունքային վիճակին, կարիքներին, մյուս կողմից իրականում պետք է բացառենք չարությունը եւ մեղադրանքները, որովհետեւ ռազմական գործողությունների պայմաններում ազատությունից զրկվելը դա ցավոք սրտի տրամաբանական ինչ որ հանգամանք է, իզուր չէ, որ անգամ առանձին կոնվենցիա կա, հա, հենց ռազմագերիների վարվեցողության մասին, այսինքն դա այնքան տրամաբանական է, որ ռազմական բախման ընթացքում որոշ հանգամանքներում հակառակորդի իշխանության ներքո են հայտնվում անձինք եւ համապատասխանաբար նրանք երբ որ վերադառնում են, մենք պետք է բոլորս համապատասխանաբար բավականին զգայուն լինեն եւ այդ մեր հետաքրքրասիրությունը կամ այլ հանգամանքները մի կողմ դնենք եւ փորձենք հասկանալ, թե այդ անձինք ինչ իրավիճակում են գտնվում եւ ինչպես կարող ենք աջակցել նախ վերընտեգրվել եւ հետագայում արդեն եթե ինչ որ հարցեր կան գերության հանգամանքների կամ այլ հանգամանքների շուրջ, դա արդեն համապատասխանաբար բարձվեն։ Իրականում ես միանշանակ կարծում եմ, որ հասարակությունը չպետք է որոշի այն երկընտրանքը, որ կարծես թե տրված է, հա, անձին հայտնվել գերության մեջ, թե չհայտնվել դիմելով այդ ու նաև ինքնասպանության ինչ որ դեպքերում։ Ամեն մեկի որոշելու հարցն է իհարկե եւ սխալ է ակնկալել կամ պարտադրել, որ միակ ճիշտ լուծումը դա է, որովհետեւ մեզ համար ես իրավապաշտպան կազմակերպությունում եմ աշխատում եւ մեզ համար մարդու կյանքը բարձրագույն արժեք է եւ հնարավոր չի լինի վերականգնել այն, եթե միանշանակ ակնկալենք ինչ-որ լուծումներ։ Մյուս կողմից իրականում բնականաբար շատ վարկածներ կան, ինչ-որ կասկածներ կան, թե ինչպիսի վերաբերմունքի կարող ես արժանանալ, հա, երբ որ հակառակորդի ձեռքում ես հայտնվում եւ ցավոք սրտի փորձը ցույց է տալիս, ապացուցահեն փորձը, այդում նաեւ տեսանյութերը, որոնք 20 թվից հատկապես ի վեր շատ լայնորեն ադրբեջանցիների կողմից տարածվում են, որ իրոք լավ վերաբերմունքի հաստատ չես արժանանում եւ շատ դժվար է իրականում վերապրել եւ նորմալ վերադառնալ հասարակություն եւ շարունակել քո կյանքը։ Ու հենց այստեղ է, որ մենք բոլորս պետք է աջակցող լինենք։ Ես կրկին պնդում եմ, որ դա առաջին արձագանքը պետք է լինի, հա, նորմալ տրամաբանական, թե փիլիսոփայական կամ հոգեբանական տեսանկյունից որ ելքն ենք մենք ճիշտ գտնում կամ սխալ, դա իրականում ամեն մեկի որոշելիքն է եւ կրկին մենք չպետք է պարտադրենք ինչ որ լուծումներ։ Այսքանը։ Շատ լավ։ Ես կարծում եմ այս թեման այսքան զգայուն է եւ ոչ միանշանակ է, որովհետեւ մենք փորձում ենք նույն խնդրի տակ նայել տարբեր ասպեկտների, ներկայացնեմ իմ կարծիքը։ Օրինակ մենք փորձում ենք նույն լույսի տակ կամ նույն մակարդակի վրա դնել սովորական հասարակ մարդկանց, որոնք գեր են հայտնվել եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովհետեւ ակնկալիքները տարբեր են, սպասելիքները տարբեր են եւ մարդկային պատմությունը ցույց է տալիս, որ առաջնորդից լինի դա քաղաքական առաջնորդ,
ռազմական առաջնորդ միշտ ակնկալիքներն ավելի են լինում եւ սպասելիքներն ավելի են լինում, որ իրենք պիտի համապատասխան կեցված ձևավորեն, ցուցաբերեն։ Մյուս կողմից կարծում եմ զգայունության թեման նաեւ այն է, որ դուք այո փորձը ցույց է տալիս, մեր ազգային փորձը դեռևս առաջին Արցախյանից, որ գերիները ըստ էության թշնամու ձեռքում Ազնական ողբերգությունից բացի դառնում են գործիք համազգային նվաստացման եւ համազգային ամոթի եւ այդ տեսակետից շատերը այդ տեսակետից են մեղադրում, որովհետեւ համարում են, որ մարդու անձնական ճակերտավոր թուլության պատճառով, որովհետեւ իրոք մենք կարող ենք խոսել, քանի դեռ ինքներս Աստվածերու տանի ինչ որ հանգամանքներում չենք հայտնվել, բայց ճակերտավոր թուլության պատճառով իրենք դառնում են ճշնամու ձեռքում գործիք։ Եվ այս տեսակետից այս հարցը իրոք շատ կարեւոր նուրբ հոգեբանական հարց է, բայց կարծում եմ կարևոր հարց է, որովհետև ըստ էության պետությունը, մանավանդ մեր նման պետությունը, ինքը այս լուրջ փիլիսոփայական հարցի շուրջ մտածելու շատ բան ունի եւ որտեվ այդ փիլիսոփայությամբ դաստիարակություն լուծելու շատ բան ունի, մենք ինչու եմ սա շեշտում, որտեվ մենք գիտենք օրինակ բոլորը բերում են Իսրայելի օրինակը, որ իրենց համար փիլիսոփայություն է դարձել, որ իրենց մի զինվորի կյանքը արժե ավելին եւ հետեւաբար իր զինվորը պիտի կենթանի մնա եւ իրենք փորձեն փրկել, այսինքն իրենք այդ գաղափարը ընդունել են եւ դա ներկայացնում են։ Մեր մոտ այդպես չէ։ Մեր մոտ ամեն ինչ թողնված է հասարակության ներքին էմոցիոնալ հուզական ընկալման վրա, չկա միանշանակ ուղղվածություն եւ հետեւաբար արձագանքներն այդպեսին են։ Բայց մյուս կողմից մենք ունենք նաեւ adekvat վերաբերմունք նույն այդ մարդկանց, այդ ճակատագրերի հանդեպ, այսինքն հետաքրքրությունը, մարդկային հետաքրքրասիրությունը շատերին ստիպում է քրտները խոթել կենցաղային ասած նրանց անձնական կյանքի մենք սիրում ենք պատմություններ, գուցե դժնդակ պատմություններ, բայց մարդու իրեությամբ, հոգեբանությամբ նման պատմությունները հետաքրքրում են եւ վերջին օրերի արձագանքները երբ տեսնում ենք, թե ինչպես է ժամանակ չի տրվում մարդկանց, ովքեր վերադարձել են, մարդկանց, ովքեր լրջագույն փորձությունների միջով են անցել եւ ամենայն հավանականությամբ հոգեբանական կայուն վիճակում չեն գտնվում, մենք տեսնում ենք, որ չկա հարգանք այդ մարդկանց անձնական տարածության հանդեպ եւ փորձ է արվում ամենատարբեր ոլորտներում, ամենատարբեր մարդկանց կողմից ինչ որ սպեկուլյացիա ապահովել եւ մեդիամուկ ապահովել։ Անդրադառնանք այս թեմային եւս։ Ես նախ կուզենամ արձագանքեմ մի քանի մտքի, որ դուք հնչեցրեցիք, գաղափարախոսության պակասի կամ բացակայության, այո, այդպես է, իրականում մենք չունենք, դուք նշեցիք ինչ-որ պատկերացումներ, բայց ես կարծում եմ, որ դա էլ միանշանակ չէ եւ իրականում փոխվում է, հատկապես երբ որ տեսնում ենք տարբեր իրավիճակների վերաբերյալ տարբեր անձանց արձագանքը, կարծես թե մենք շատ անհավասար պայմաններում ենք դնում եւ մեր զինծառայողներին, որոնք որ իրենց պարտականությունները կատարելիս, այդ ու նաեւ այնպիսի հանգամանքներում են հայտնվում, երբ որ պետք է ընտրեն, հա, շարունակեն դիմադրել, դադարեցնեն դիմադրումը, երևարվում են եւ այլն, եւ շատ հանգամանքներ, երբ որ մենք բարձում ենք, թե ինչպիսի հանգամանքներում են հատկապես 20 թվականի պատերազմի համատեքստում անձինք հայտնվել գերության մեջ, ակնհայտ էր, որ նրանց պետությունը, այսպես ասած, մենակ է թողել, եւ այդ որոշման հետ էլ նաեւ մենակ է թողել։ Կարծում եմ շատ անարդար է պետության ձախողման մեղքը դնել անձնական մարդու ուսերին։ Իրոք ձախողում է, շատ հանգամանքներում իրոք պետության ձախողումներ առաջին հերթին, այնուհետև արդեն մարդկային գործոն է կարող ենք, հա, ասենք վկայակոչել եւ այլն։ Եվ ուստի շատ կարեւոր է, դուք նշեցիք Իսրայելը եւ Իսրայելի զինվորը կարծես թե կամ հասարակությունը ակնկալում է, որ նրանց մեջքին պետությունը կանգնած է, հա։ Նույնն էլ մենք պետք է եւ այդ թվում մեր գերիները կամ ազատությունից զրկված անձինք, հա, կոնֆլիկտով պայմանավորված, որովհետեւ Բաքվում պահվում էին եւ մինչ օրս որոշները պահվում են քաղաքացիական անձինք էլ, որոնք որ հանգամանքների բերումով հայտնվել են այդպիսի հանգամանքներում եւ վերադարձածներից բոլորն էլ որպես քաղաքացիական անձ են ազատությունից զրկվել, հա, թեև կոնֆլիկտի համատեքստում։ Ուստի այս դեպքում մենք բոլորս կարծում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պետք է վստահ լինենք, որ մեր պետությունը մեր մեջքին կանգնած է անկախ հանգամանքներից եւ մինչեւ վերջ պայքարելու է որ եւ ազատության եւ կյանքի համար եւ այլն։ Ու դա շատ կարեւոր է, այդ թվում նաեւ հենց զինծառայողների համար գիտակցելու, որ այդ դիրքը, որ նրանք պահում են, նրանք մենակ չեն ու եթե ինչ-որ խնդիր լինի, այդ ու նաև պետության միջամտության արդյունքում այդ խնդիրը կլուծվի։ Իսկ երբ որ մենք նրանց մենակ ենք թողնում այդ երկընտրանքի առջև եւ որևէ աջակցություն չենք ցուցաբերում, դա կարծում եմ հենց առաջին հերթին իրոք պետության ձախողումն է։ Որպես հասարակություն կրկին մենք գուցե մակերեսորեն ենք այդ հարցերին մոտենում եւ դա ԶԼՄ-ների կամ ընդհանուր մեդիադաշտի վերջի տարիներին կամ տասնամյակ արդեն տարիների այդ մակերեսորեն խնդիրներին արձագանքելու եւ համապատասխան ծրագրերի առաջ տանելու
գուցե արդյունքում է, հա, երբ որ անձնական այլ անձի անձնական կյանքի մեջ միջամտելը, որ ու այդ սահմաններ չպահպանելը, այսինքն չգիտակցելը, այդ թվում նաև հենց լրագրողների կողմից, հա, չգիտակցելը, որ պետք է լինեն ինչ-որ կարմիր գծեր, որոնք չպետք է խախտես, հատկապես համապատասխան հանգամանքներում եւ կոնկրետ ժամանակահատվածում։ Այսինքն խոսքը գնում է անմիջապես որոշ անձինք 5 տարի են անցկացրել անազատության մեջ եւ բավականին լուրջ փորձություններով են անցել եւ անմիջապես միջամտել, չթողնել նրանց ուշքի գալ, ընտելանալ, գուցե հոգեբանական աջակցություն ստանալ, իրոք վերընտեգրվել եւ հետո եթե ցանկություն ունենան կիսվել իրենց պատմությամբ, այսինքն այդ տեսանելիության բարձրացման կամ ընթերցման բարձրացման համար, ասենք սյուժե պատրաստելու, խախտել այդ անձնական կյանքի իրավունքը անընդունելի է միանշանակ։ Ես իհարկե սա այդքան էլ գուցե գերիներին չի վերաբերում, բայց նույն լրագրողական համայնքի եւ ընդհանուր հասարակության ոչ adekvat վերաբերմունքի պատճառով անկեղծ ասեմ, կամ մի իրադարձություն, որ ինձ համար անձնական ողբերգության համարժեք ունի, շատերը երևի հիշում են, որ 20 թվականին այն 6 երիտասարդներին, ովքեր ամիսներ շարունակ անտառներում էին եւ նրանք կարելի ասել հրաշքով փրկվեցին եւ փոխանակ adekvat վերաբերմունք լիներ եւ այդ տղաները մեկուսացվեին, այսինքն առաջին իսկ օրից խոսափողների դեմ նրանց խնդրում էին պատմել իրենց հետ տեղի ունեցածը եւ դրանից հետո տեղի ունեցավ մեծ ողբերգություն, որովհետեւ մեր ճշնամին ստանալով այդպիսի տեղեկություններ սկսեց ուղակի սանրել անտառները եւ կային նաեւ այդպիսի խմբեր մեր զինվորներ, ովքեր կենթանի էին մնացել եւ որոնք ցավոք սրտի չկարողացան դուրս գալ։ Դա այնպիսի ակնհայտ եւ բաց տապալման, ձախողման արդյունք է եւ դա այո, դա պետական ձախողում է, բայց նաեւ հանրության եւ այո լրագրողական դաշտի եւ ոչ միայն իրավաբանների, չգիտեմ, ուժային կառույցների, ովքեր պիտի այդ անվտանգ այդքանը հասկանային եւ գիտակցեին, դա մի քանի ավել լայքի կամ ինչ որ PR-ի համար չհասկանալով, որ վտանգի տակ են դնում մյուս զինվորների կյանքը եւ չգնալ այդ զինվորների հետևից։ Դա ձախողման նշան է եւ լուրջ հիվանդության սիմպտոմ է։ Այ ուզում եմ որպեսզի քանի որ դուք այս գերիների թեմայով մանրամասն ուսումնասիրում եք, դուք նշեցիք, որ մենք մակերեսային գիտենք։ Մենք իրականում եկեք փաստերով հասկանանք, ովքեր են պահվում այնտեղ, քանի հոգի ունենք, որովհետեւ հակասական եւ մանիպուլատիվ են տեղեկությունները, իսկ առաջին դեմքից այնուամենայնիվ տեղեկացնենք եւ հասկանանք, որպեսզի մեր հանրությունը որոշակի չափով ճշգրիտ ինֆորմացիա ստանա մեր հայրենակիցների մասին։ Թվերի իմաստով այդ հակասությունները գալիս են նրանից, որ մենք ունենք տվյալներ կոնկրետ անձանց ողջ լինելու եւ Ադրբեջանի իշխանության ներքո գտնվելու այնքանով, ինչքանով Ադրբեջանը դա հաստատում է։ Այսինքն մենք մի կողմից ունենք ապացույցներ, որ մեծ թվով հայեր հայտնվել են Ադրբեջանի զինծառայողների իշխանության ներքո ռազմական գործողությունների շրջանակներում, կան տեսանյութեր, որոնք որ նկարահանվել են հենց այդ ադրբեջանցիների կողմից եւ այլն, որոնք փաստում են, որ ողջ են եղել եւ ընկել են, հա, ադրբեջանցիների իշխանության ներքո, մյուս կողմից Ադրբեջանը այդ անձանց գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ որևէ տվյալներ չի հաղորդում, կամ ընդհանրապես հերքում է, որ այդ անձինք երբևէ հայտնվել են իր իշխանության ներքո, կամ հակառակը ասում է, որ չունեմ տեղեկություն ու վերջ, հա, չգիտեմ ինչպես է այդպես եղել, է տեսանյութը եւ այլն։ Դե բոլորս գիտենք, որ Ադրբեջանի նախագահը շատ հաճախ բոլոր այն տեղեկությունները, որոնք դուրեկան չեն կամ քննադատը բարեն ներկայացում Ադրբեջան, ասում է, որ fake news է, այսինքն նույնը գրեթե նույն բանը ասում է միջազգային այցաներին, որոնք որ համապատասխան հարցումներ են ուղարկում կոնկրետ անձանց գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ։ Դրա համար մենք տարանջատում ենք, հա, այն անձանց թիվը, որոնք որ Ադրբեջանը հաստատել է, որ իրոք իր իշխանության ներքո են, եւ դրանք կարելի ասել 11+1 են այս պահիդրությամբ, որովհետեւ 11-ը, որոնք որ ձերբակալվել են այս պահին նաև մի մասը դատարանի առջև են կանգնած, մի մաս արդեն դատապարտվել են ինչ-որ գործողությունների համար, որոնք պահվում են Բաքվում, ունենք նաև մեկ հոգի, որը մնացել էր Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 23 թվականի սեպտեմբերից հետո, որին կրկին վերջերս մեղադրանք է առաջադրվել, նրան դատել են եւ այլն, ուստի տենց դրա համար 11+1, հա, այդ իմաստը 19+1։ Նրանք, այսինքն այս 23-ը 4 ներառյալ, հա, որոնք հայրենադարձվեցին, իրականում շատ տարբեր կարգավիճակ եւ ունեցող անձինք են եւ դերակատարում, հա, Լեռնային Ղարաբաղի գործունեության եւ գոյության, հա, պայմաններում եւ նրանց անազատության մեջ հայտնվելու հանգամանքները կրկին տարբերվել են։ Մենք ունեցել ենք եւ միջ օրս մի քանի հոգի դեռևս ունենք քաղաքացիական անձինք, որոնք որ
բախտի չբերմամբ կարելի ասել, հայտնվել են ադրբեջանցի իշխանությունների ներքո եւ հաշվի առնելով նրանց տարիքը, այսինքն բավականին մեծ լինելը եւ ենթադրաբար առաջին պատերազմում մասնակցելու հնարավորություն ունենալը իրենց դեմը հենց օգտագործվել եւ հենց նմանատիպ մեղադրանքներ էլ հնչեցվում են, հա։ Մենք ունենք զինծառայողներ կամ պահեստազորի կամ աշխարհազորի անդամներ, որոնք որ իրոք մասնակցել են ռազմական գործողություններին պաշտպանելու, հա, իրենց պատասխանատվության ներքո գտնվող տարածքը, բնակչությանը եւ այլն եւ ընկել են, հա, ասենք գերության մեջ եւ մենք ունենք, եթե որպես առանձին խումբ դիտենք, արդեն Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների նախկին ղեկավարներ, որոնք որ կրկին կանգնած են այս պահին դատարանի առջև Բաքվում։ Վերադարձածներն էլ կրկին բոլորը քաղաքացիական անձինք էին, որոնք որ 3-20 թվականի նոյեմբերի 10-ին են, այսինքն հենց հրադադարի կնքման պայմաններում կրկին շատ անհաջող երևի հանգամանքներում հայտնվել են ադրբեջանցիների իշխանության ներքո եւ բոլորս գիտենք, հա, Վագիվ Խաչատրյանի պատմությունը, որը կարծես թե ուղիղ եթերում էր, այսպես ասած, հա, տեղի ունենում եւ բոլորս հետեւում էինք եւ չէին կարողանում այդ հարցի լուծումը գտնենք 2 տարուց ավելին, փաստորեն, այսինքն կրկին քաղաքացիական անձ է։ Այստեղ իրականում շատ հետաքրքիր է, որ ընդհանուր առմամբ, հա, երբ որ մենք ուսումնասիրում ենք կամ խոսում ենք հայրենադարձված հայերի հետ, հասկանալու թե ինչ սկզբունքով են հայրենադարձում, ինչպիսի վերաբերմունքի են արժանանում, արդյոք որևէ ինչ-որ չափանիշներ ունեն ադրբեջանցիները, թե բոլորի հանդեպ հավասար վատ վերաբերմունք է, այսպես ասած, եւ ակնհայտ էր, որ մի քիչ ավելի մեծ տարիքով անձինք, որոնք որ առաջին պատերազմի մասնակիցներ էին, ավելի վատ վերաբերմունքի էին արժանանում եւ ավելի ուշ էին, այսպես ասած, հայրենադարձում եւ մինչ օրս մենք ունենք 20 թվի հոկտեմբերից 2 հոգի, հա, որ դեռևս մնում են անազատության մեջ, երկուսն էլ զինծառայող էին եւ ենթադրաբար մասնակցել էին նաեւ առաջին պատերազմին եւ հենց դրա համար էլ պատժվել են, այսպես ասած։ Եվ բնականաբար բոլոր այն դեպքերում, երբ որ ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել մեղադրանք առաջադրել, չէ, վերահսկողությունը բոլորի հանդեպ է, տարբեր պատճառներով գուցե, բայց բոլորի հանդեպ ակնհայտ վերահսկողություն էր եւ ում հանդեպ տենց անձնական վերահսկողության հարց չկար, ավելի շուտ էին հայրենադարձվել։ Այսինքն մինչ օրս մնացողները, այդ թվում նաեւ այս 4-ը կոնկրետ պատճառներով էին այդքան ձգձգվել իրականում, կարելի է դրամաբանորեն եզրահանգել, որովհետեւ կամ ինչ որ տեսանյութեր էին նկարահանել քննադատող Ադրբեջանի պատժում էին դրա համար, կամ Վիգենի դեպքում իր բախտը չբերեց, որ Լիբանանից էր եւ ըստ էության այդ ժամանակ հենց բավականին լուրջ մեղադրանքներ կան, որ Ադրբեջանը վարձկաներ է օգտագործում եւ որպիսի հակափաստարկ լինի կամ Ադրբեջանը շատ 30 տարուց ավելի հայլային մեղադրանքների քաղաքականություն է վարում, շատ հաջող պետք է խոստովանեմ, բոլոր այն մեղադրանքները, որոնք որ ներկայացվում են Ադրբեջան կամ վերագրվում են Ադրբեջանի իշխանություններին, իրենք ճիշտ հակառակ անում են մեղադրելով հայկական կողմին եւ չիմացող մարդը կամ երրորդ կողմը իրականում շատ դժվարությամբ է տարբերակում ճիշտն ու սխալը եւ բոլորի համար նույնն է թվում։ Այսինքն փորձելով ինչ որ չափով չզոքացնել այդ վարձկան օգտագործելու մեղադրանքը, իրենք կարողացան ձերբակալել, այո, սփյուռքահայի եւ ցույց տալ, թեև դա իրականում անհեթեթ մեղադրանք էր, անգամ եթե մասնակցած լիներ ռազմական գործողություններին, Վիգեն այն հանգամանք, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, արդեն ինքնըստինքյան վերացնում այդ մեղադրանքը, հա, բայց դե Ադրբեջանից ակնկալել իրավական նորմերին համապատասխան ինչ որ վարվելակերպ ցավոք սրտի այս պահին անհույս է։ Նույնը այս մեծահասակների մասով, այսինքն հաշվի առնելով, որ 30 տարուց ավելին մշակված են կոնկրետ նարատիվներ, հա, խոսույթներ եւ մեղադրանքներ ինչ որ իրադարձությունների վերաբերյալ, եւ այստեղ պետք է ասեմ, որ բնականաբար առաջին պատերազմի համատեքստում եղել են շատ դաժան դեպքեր եւ բավականին շատ զոհեր են եղել երկու կողմից էլ, բայց այս դեպքում Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե պարզելն էր իրականում տեղի է ունեցել ինչ որ դեպք, թե ոչ հանցագործություն է դա, թե ոչ, եւ եթե հանցագործություն է, ապա ով է ենթադրյալ մեղադրյալը, նրանք ընդհանրապես օգտագործում էին տարիքով տենց համապատասխան մարդկանց, նրանց այդ մեղադրանքները հնչեցնելու եւ հերթական անգամ շոու սարքելու, այդ թվում նաեւ Վագիվ Խաչատրյանի դեպքում, Ռաշիդ Բեգլարյանի դեպքում, Իմամ Մադադ Բաբայանը հայելի քաղաքացիական անձ է մեծահասակ, որին համապատասխան մեղադրանքներ են առաջադրվում լուրջ սպանությունների, խոշտանգումների, կոնկրետ իրավիճակներում, որոնք որ Ադրբեջանը բնութագրում է որպես ցեղասպանական, հա, ասենք դեպքեր։ Ես կասեի, որ Ադրբեջանը
տարիներ շարունակ կազմակերպված քաղաքականություն է վարում եւ ինքը քաղաքական խնդիր է լուծում։ Խոսքը արդարության մասին չի, առհասարակ որևէ բանի մասին չի, ինքը խնդիր ունի այն բոլոր մեղքերը, այն որոնք գործել է մեր հանդեպ, որպես հանրույթ, որպես էթնիկ խումբ, ինքը խնդիր ունի դա վերագրել մեզ եւ հետեւաբար դուրս գալ այդ մեղքի տակից եւ մեր կրավորական կեցվածքի պատճառով, թե ներկա թե նախկին իշխանությունների, որովհետեւ ցավոք սրտի 90-ականների սկսածում գայթի դեպքերից մեր ձեռքի տակ ունենալով հսկայական փաստական նյութ, շարունակությունը Բաքվում, Արաղա եւ մնացած ամեն ինչ ըստ էության մենք մեր պետությունը, ես չեմ խոսում իրավապաշտպան կազմակերպությունների կամ անհատների մասին, այդ հաղթաթուղթը օգտագործելու փոխարեն կրավորական կեցվածք է որդեգրել, որի արդյունքում զոհը եւ ագրեսորը մենք նույն հարթության վրա ենք հայտնվել հերիք չէ, հիմա էլ դերափոխություն է իրականացնում Ադրբեջանը մեծ հաջողությամբ մեզ մեղադրելով այն հանցանքների մեջ, որ ինքն է գործել։ Այսինքն այստեղ միանշանակ քաղաքական տապալման հարց կա հայկական իրականության մեջ, սեփական իրավունքներից հրաժարվելու հարց կա։ Մի ցավոտ թեմայի անդրադառնանք եղած քաղաքական կուրսի պայմաններում, երբ որ ըստ էության գերիների խնդիրները կամ գերիների իրավունքները եւ ոչ միայն մեր ազգային պետական շահերի հարցը դրվել է մի կողմ եւ ամեն կերպ ճշտամուն խաղաղեցնելու մոտեցումն է վերագրվել, այսինքն այն իրավական մեխանիզմները, որոնք կան հայկական պետության տրամադրության տակ եւ որը նա կարող էր օգտագործել թեկուզ նույն միջազգային ատյաններում կամ տարբեր կողմերում ճնշում գործադրելու համար, որպես գերիները վերադառնան, մենք դա չենք տեսնում, ինչ կարող է անել հանրությունը, ինչ կարող է անել, ինչ են կարողանում անել, ես գիտեմ, որ ձեռքերը ծալած չեք նստում, փորձում եք աշխատել, բայց կա արդյոք որևէ բան, որով մենք մեր հանրությանը գուցե կարողանանք մենք օգտակար լինել եւ այն որ թեման արծացվում է, այն որ բարձրացվում է եւ մոռացության չի տրվում, արդեն կարեւոր է, բայց դա ռեալ արդյունքի ինչպես կարող ենք վերածել առանց պետական հովանավորչության, այսպես ասեմ։ Ձեր հարցը երկու մասի կբաժանեմ։ Մի կողմից պետք է ասեմ, որ իրականում ի տարբերություն առաջին պատերազմի, կապելով նաև ձեր նախորդ պնդմանը, հա, ի տարբերություն առաջին պատերազմի 20 թվականի 44-օրյայից եւ դրանից հետո շատ կարեւոր էր, որ եւ փաստագրվեցին շատ ավելի ճշգրիտ ձևով արձանագրվեցին, հա, դեպքերը, որոնք որ պետք է որ հիմք ծառայեին համապատասխան միջազգային ատյաններում, այդ թվում նաև միջազգային քրեական դատարանում համապատասխան գործերի հարուցմանը անհրաժեշտության դեպքում կամ ԵԴ-ում կամ ցանկացած այլ միջազգային ատյանում 20 թվականին ցավոք սրտի միջազգային հանրությունը կրկին ավելի пассив էր եւ պատշաճ անկախ փաստագրում դեպքերի տեղի չունեցավ իրենց կողմից, ուստի մենք օրինակ գործընկերների հետ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններով այդ դերը ստանձնեցինք եւ փորձեցինք արձանագրել հնարավորինս շատ խախտումներ, որպեսզի ապացուցահեն հետագայում, հա, ասենք մեր աշխատանքը լինի եւ այդ հնարավորությունները բաց թողնված չլինեն, որովհետեւ առաջի պատերազմի հենց այդ խոսույթները, որոնք որ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում էր, գալիս են նրանից, որ տեղեկատվության պակաս կար եւ որևէ դեպքի ճշգրտում, հա, վերիֆիկացիա տեղի չի ունեցել, փաստագրում պատշաճ տեղի չունեցել, ըստ շատ ավելի հեշտ էր դրանց շուրջ կառուցել ինչ-որ նոր տեսլականներ, նոր խոսույթներ եւ դրանց արդեն առաջ տանել։ Իրավացի եք, որ բավականին կազմակերպված եւ համակարգված գործունեություն էին ծավալում եւ այդ թվում նաեւ միջազգային հանրությանը համոզելու, որ ինչ որ դեպքեր տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել կոնկրետ մեկնաբանմամբ, ոչ թե ուղղակի տեղի են ունեցել եւ ինչ որ այլ իրավիճակներ էր։ Եւ իրականում շատ կարեւոր էր, որ 20 թվականին Հայաստանի Հանրապետությունը իդեմս կառավարությանը դիմեց միջազգային քրեական միջազգային ատյաններ, այդ թվում նաեւ միջազգային արդարադատության դատարան, ՄԱԿ-ի դատարան, հա, ռասիզմի կոնվենցիայի շրջանակներում եւ մյուս կողմից հարուցեց միջպետական գանգատներ հենց ՄԻԵԴ-ում, որովհետեւ 16 թվականին նման քայլի չդիմեց կառավարությունը եւ անհատական բողոքներ գնացին, այդ թվում նաեւ հենց գործընկերներս էին աշխատում, հա, ներկայացնելու բոլոր տուժածների, զոհված եւ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների եւ այլն։ Այսինքն մի կողմից դա շատ կարեւոր էր, որպեսզի պետությունը այդ քայլը անի եւ մենք իրականում որպես կազմակերպություններ ի սկզբանե պատրաստ ենք, հա, որոշ բողոքներ տանելու, մտածեցինք, որ կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել մեր ներուժը, այդ դեպքում այլ ատյաններում, ասենք համապատասխան բողոքներ ներկայացնելու, որպեսզի համապարփակ քննվի, հա, իրավիճակը եւ իրոք արձանագրենք Ադրբեջանի կողմից կատարված խախտումները։ Մյուս կողմից իրականում երբ որ սկսեց քննարկվել եւ ինչ որ արտահոսքեր եղան, հա, տեղեկատվական
խաղաղության պայմանագրի տեքստի եւ կետերի շուրջ մենք ի սկզբանե մի քանի անգամ գործընկերների հետ բավականին շատ համաստորագրող ունեցանք կազմակերպություններ դեմ արտահայտվեցին կոչ անելով Հայաստանի կառավարությանը հանկարծ չհամաձայնվել այն կետին որ միջպետական գանգատները պետք է թեկուզ եւ երկկողմանի բայց ետ կանչվեն որովհետեւ դրանով իսկ ընդհանուր առմամբ ոչ միայն մենք դադարում ենք պահանջատեր լինել եւ փորձել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին որպես պետությանը առաջին հերթին կատարված խախտումների համար բայց նաև շատ դժվարություններին թողնելու ենք առանց պաշտպանության արդյունավետ միջոցի, որովհետև որևէ այլընտրանքային մեխանիզմ այս պայմանագիրը չի նախատեսում։ Ու երբ որ արդեն վերջնական տեքստը նախաստորագրվեց, ակնհայտ դարձավ եւ հրապարակվեց, ակնհայտ դարձավ, որ այո, որևէ այլընտրանքային լուծում դժվարություններին ընդհանրապես չի առաջարկվում։ Այսինքն սովորաբար, օրինակ, այլ կոնֆլիկտների լուծման համատեքստում պետությունները ունենում են որոշակի իրավական արդարադատության մեխանիզմներ, լինի դա անցումային արդարադատության մեխանիզմ, դատական, կվազիդատական հանձնաժողով, բայց մի բան լինում է, որը որ թույլ է տալիս դժողներին նախ ստանալ վերջնական, այսպես ասած, պատասխան, որ իրոք խախտումը տեղի ունեցել եւ այդ խախտման հատուցում գոնե ինչ որ չափով, հայցել եւ այլն։ Ըստ էության մեր դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվեց եւ դեռևս բնականաբար այդ գանգատների հետ չեն կանչվել, բայց մենք լուրջ մտահոգություններ ունենք ու դա մեր պահանջներից մեկն էր, որ գոնե այս միջանկյալ ժամանակահատվածում, մինչև որ չի ստորագրվել պայմանագիրը, հանկարծ չդադարեցնեն իրենց ակտիվ գործողությունները, արդյունավետ գործողությունները միջազգային դատարաններում, որպեսզի այդ քանի դեռ բողոքները քննվում են, որովհետև ժամանակը պարզ չի երբ կստորագրվի այդ պայմանագիրը եւ որոշ գանգատների շրջանակներում արդեն ավարտական փուլ էր եւ կարելի էր ակնկալել, որ շուտով կունենանք ինչ-որ վճիռ եւ այլն։ Մյուս կողմից կա մտահոգություն, որ միջազգային արդարադատության մեխանիզմները նույնպես ինչ-որ չափով քաղաքականության զոհ են դառնում ինչ-որ չափով եւ այդ պնդմանը մենք չենք կիսում այն պնդումը, որ արդարադատությունը խանգարում է խաղաղությանը եւ այդպիսի թեզ է փորձում շատ ակտիվորեն առաջ տարվել, որ բոլոր այն անձինք, ովքեր խոսում են արդարադատության անհրաժեշտության մասին, իրենք խաթարում են այդ խաղաղության գործընթացը եւ խոչընդոտ կարող են հանդիսանալ, ինչը անթույլատրելի է։ Ըստ մեզ, եթե խնդիրը չի լուծում եւ պատշաճ գնահատական չի տրվում արվածների, դա առաջին հերթին հղի են նոր վճռագործություններով եւ անպատիժ չպետք է մնան այդ վճռագործները։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, որովհետեւ երկարաժամկետ խաղաղություն առանց արդարության չի կարող լինել։ Դա կան է, որը վաղ թե ուշ պայթելու է եւ ըստ էության մարդկային պատմությունը ունի այդ փորձը։ Ամեն անգամ կոնֆլիկտի անարդար լուծումը ինքը դառնում է նորական եւ հաջորդ կոնֆլիկտը, հաջորդ փուլը ավելի ուժգին է լինում։ Այլ հարց է, որ ես խորին համոզում ունեմ, որ մեր թշնամին ստրատեգիական նպատակ ունի մեզ այնպես մեր ողնաշար վերջնական այնպես ջարդել, որ ուղղակի նոր պորտկման, այսպես ասեմ, պոտենցիալ այլևս չունենենք։ Եվ հետեւաբար Էլ եմ ասում, եթե չի պատժվում ոչրագործը, դա ծնում է նոր հանցագործություններ։ Դա աքսիոմա է եւ ցավոք սրտի մեր պատմական փորձը մենք այդպես էլ ոչ մի этаպում չսերտեցինք եւ չպատժեցինք։ Ես ուզում եմ մի քանի տարի առաջ, կարծեմ 2020 թվականներ ինձ պատմեցին, որ Մարաղայում այդ ոչրագործության ադրբեջանական ուժերի հրամանատարը առօք-փառոք հանգիստ ապրում է Շվեդիայում եւ հարցնում էին, որ քանի որ Շվեդիան իրավական պետություն է եւ փաստական նյութ կա, պետությունը շատ հանգիստ կարող էր ընդհանրապես հայցով դիմել եւ ոչ մեկ չի խոսում վրեժխնդրությունից, խոսում ենք ընդհանրապես իրավական մեխանիզմից։ Մենք պատասխանատվության չկանչեցինք եւ Մարաղային հաջորդեցին ավելի սարսափելի դեպքեր։ Այսինքն ամեն անպատիժ մնացած հանցագործություն վերես նոր հանցագործության եւ իհարկե այս ագրեսորին խաղաղեցնելու անverջ այդ քաղաքականությունը, որը որդեգրել ենք, ես վստահ եմ, մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու, բերելու է ավելի նոր ոչրագործությունների եւ եթե մեր հանրությունը այսօր մեծ մասամբ կարող է իր խորքային իմաստով անտարբեր լինել գերիների ճակատագրի հանդեպ, ուզում ենք հասկանալ, որ այդ անտարբերությունը վաղ թե ուշ չոքելու է յուրաքանչյուրից դրանը։ Գուցե ուրիշ տարբերակով, բայց եթե պետությունը անպաշտպան է թողնում իր մի քաղաքացուն, եթե պետությունը չի կարևորում իր քաղաքացիների կյանքը եւ թողնում է նրանց Բաքվի դաշտում կամ թողնում է առանց արդարադատության, առանց որևէ մեխանիզմի, ուրեմն նա նույն կերպ վարվելու է մեզանից յուրաքանչյուրի հետ եւ խորքային գիտակցումը պիտի լինի եւ պահանջը պիտի լինի այս տեսակետից։ Իրականում ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ շատ կարեւոր աշխատանքի համար, որովհետեւ
Եթե ներկա этаպում դա գուցե ռեալ փաստական շատ մեծ արդյունք չի բերում, դա փաստական այն հենքն է եւ հիմքն է, որը անկախ ամեն ինչից թեման ակտիվ է պահում, ապացույցները ակտիվ է պահում եւ վաղը մյուս օրը, երբ որ մենք բավականաչափ կամք կունենանք եւ ցանկություն կունենանք մեր իրավունքներին տեր կանգնել, մենք կկարողանանք դա օգնել։ Դա վերակ օգտագործելով ըստ էության ոտքի կանգնել, բայց ճիշտ ասած կուզեմ մի հարցել անդրանենք, ավելի ճիշտ հարցի չէ, ճշտման ես հարց պիտի տայի մոռացա, դուք նշեցիք այն գերիների թիվը, որոնք ճշգրտված են, որոնք Ադրբեջանը հաստատում է։ Կուզեի նաև ոչ պաշտոնական ձեր տվյալներին անդրադառնանք, որովհետև իրականում տվյալները հստակ թիվ ձեզ չեմ կարող ասել, որովհետև եւ քննչական կոմիտեն հստակ թիվ չի հրապարակում, որովհետև մենք պետք է տարանջատենք անհայտ կորած եւ բռնի անհետացած անձանց թիվը, երբ որ մենք ասում ենք բռնի անհետացած, մենք սովորաբար ներառում ենք այն անձանց, ովքեր որ իրոք պետության այս դեպքում հակառակորդ պետության գործողությունների արդյունքում են անհետացել, հա, այս դեպքում մենք սովորաբար դրանց թվին ենք դասում այն անձանց, ում վերաբերյալ կան ապացույցներ, որ իրոք գտնվել են ադրբեջանցիների իշխանության ներքո։ Այդ իրենց ճակատագիրը եւ գտնվելու վայրը պարզելու համար ոչ միայն ՄԻԵԴ-ով, այսինքն մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով են փորձում պարզել, այլ նաեւ բազմաթիվ կոմունիկացիաներ ունենք նաեւ ՄԱԿ-ում համապատասխան մանդատ ունեցող աշխատանքային խմբի հետ, որը հենց բռնանհետացած անձանց հարցերով է զբաղվում, որը կրկին ունի մարդասիրական մանդատ եւ փորձում է աջակցել պետություններին կամ ընտանիքներին ավելի շատ բարձել բռնան հետացած անձանց գտնվելու վայրը։ Ցավոք սրտի դեռևս որևէ հաջողություն չեն արձանագրել նույն արձանագրում այդ աշխատանքային խումբը, այսինքն ամեն նստաշրջանի ընթացքում արձանագրում է, որ Ադրբեջանը որևէ տվյալ չի հաղորդել, որը թույլ կտար գոնե բարձել, թե ինչ է կատարվել այդ անձանց հետ։ Իսկ եթե փորձենք հասկանալ, այդ դուք նշեցիք հրապարակվող տեսանյութերի մասին, պարզ է, որ մենք չենք կարող ենթադրել այդ անձինք կենդանի են թե չէ, բայց գոնե այդ տեսանյութերից մոտավոր քանի մենք տասնյակների մասին ենք խոսում, տասնյակների մասին ենք խոսում, եթե ընդհանուր անհայտ կորածների թիվը բոլոր ռազմական գործողություններից 90-ականներից սկսած մինչ օրս հասնում է ընդհանուր մինչև 1300-ի կարգի, բոլորը գրում են հիմնականում իհարկե առաջի պատերազմից, նրանց թվում, այսինքն էլի 20 թվականից հիմնականում 44 օրյայի համաճեքստի մասն եմ ասում, ունենք տասնյակ տեսանյութեր, որոնք որ վկայում են նրա մասին, որ անձին գտնվել են իշխանությունների ողջ են եղել եւ գտնվել են իշխանությունների ձեռքի տակ։ Հենց դրա համար է, որ շատ կարեւոր է եւ ընտանիքները դրա համար են պայքարում իհարկե անհայտ կորածների, որպիսի օր առաջ գործուն քայլեր ձեռնարկվեն, հա, պետության կողմից բարձելու գտնվելու վայրը եւ ճակատագիրը։ Եվ երբ որ մենք չունենք տարածքի վերահսկողություն, բնականաբար հայկական կողմը միակողմանի չի կարող դա անել։ Այսինքն այստեղ իրոք պետք է ապավինենք Ադրբեջանի համագործակցությանը։ Եվ սա այն թեմաներից էր իրականում, որ Ադրբեջանը մշտապես տասնյակ տարիներ օգտագործում էր որպես այդպես մարդասիրական խնդիր, որը Հայաստանը չի ցանկանում լուծել եւ այլն։ Հիմա դա պատճառներից մեկն էր, որ խաղաղության պայմանագրի տեքստում նաեւ հայտնվեց այն կետը, որ ստեղծվելու է համատեղ հանձնաժողով, որը զբաղվելու է այս հարցերի շուրջ։ Բայց մենք իրականում որպես իրավապաշտպան կազմակերպություն պնդում ենք, որ կարիք չկա սպասելու մինչև պայմանագիրը ուժի մեջ կմտնի եւ որ առաջ պետք է այդ աշխատանքները տարվեն։ Անցյալ տարի եթե ճիշտ եմ հիշում, երկու փորձ արձանագրվեց, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները անհայտ կորածների հարցերով զբաղվող հանդիպեցին եւ քննարկեցին ինչ-որ հարցեր։ Դա մի փոքր ինչ հույս էր տվել, որ գուցե ինչ-որ առաջընթաց կունենանք, հա, բարձելու գոնե որոշ անձանց գտնվելու վայրը։ Ցավոք սրտի դեռևս որևէ արդյունք այդ ուղղությամբ չի արձանագրվել եւ կրկին ավելի շատ մենք տեսնում ենք, որ խոսվում է, բայց խոսքից գործի կարծես թե չեն ացում կողմերը։ Այստեղ իրականում նույնը Ադրբեջանի մասով, հա։ Ադրբեջանը ես կարծում եմ ինքը ցանկություն էլ չունի եւ չէ պատրաստվում, ինքը իր քաղաքական խնդիրներն է լուծում, այնպես ինչպես իրեն ձեռք է տալիս, ինքը կարող է կոնկրետ գոնե այս հարցում խոսքից գործի անցնել, չմոռանանք, որ նոյեմբերի 9-ի կետում այդ մասը կա, եթե մեր պետությունը իրոք առաջնային համար էր իր գերիների վերադարձը եւ մնացած իջումներից առաջ գոնե առնվազն այդ մարդկանց հետ վերադարձներ։ Դա այսինքն երբ որ Հայաստանը ձեռքերը լվացել է, փաստացի լվացել է, Հայաստանը չասենք լավ, Հայաստանի իշխանությունները եւ այդ ուղղությամբ գործուն քայլեր չի իրականացնում, դա լիովին ձեռնտու է Ադրբեջանին եւ սպասել է թե մեր իշխանությունները չեն անում, ճշտամին ինչ է անելու։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, իրոք շատ ցավոտ եւ զգայուն թեմա է։ Կարծում եմ որոշակի չափով կարողացանք անդրադառնալ եւ որոշակիորեն վերհանել այդ վարակույրը։ Այս թեմային պետք է շատ անդրադառնալ, որովհետեւ
ու պետք է ճիշտ բալանսը գտնել անդրադառնալով, որպեսզի ոչ մի կողմից ռոպագանդայի մեջ չմեղադրվենք, բայց մենք պիտի կարողանանք մեր վերքերը ըստ էության մատնացույց անել եւ ավելի հստակ խոսել։ Իսկ մեզ բոլորիս կցանկանամ, որ մեր պետությունը մենք կարողանանք դարձնել այնպիսի պետություն, որ իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ որպիսությունը լինի կենթանի, թե ոչ, նրա համար կարևոր լինի եւ անգամ անհայտ կորածը, նույնիսկ եթե մարդը չկա, միևնույնն է, հստակ տեղեկությունները կարևոր են, կարևորվում են, որովհետեւ միայն այդ դեպքում այդ պետությունը կարող է շանս ունենալ, դե այս կարևոր թեմայով, զգայուն թեմայով ձեզ հետ զրուցում էին իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը եւ ազգ նախաձեռնության անդամ Արփիտ Հոբչյանը։ Միացեք մեր նախաձեռնությանը, միացեք ազգային հարթակին, որպեսզի մեր ձայնը դառնա ավելի լսելի եւ որպեսզի այն կարևոր, ցավոտ, զգայուն թեմաները, որ մենք վեր ենք հանում, հասնի շատ շերտերի եւ ի վերջո մենք կառուցենք այն Հայաստանը, որը պատասխանատվություն կվերցնի իր յուրաքանչյուր քաղաքացու համար եւ որտեղ յուրաքանչյուր քաղաքացին պատասխանատու կլինի իր երկրի առջև։ Շնորհակալություն։